Տիգրան, մի քանի օր է կրկին սահմանադրական փոփոխությունների թեման ակտիվ քննարկվում է եւ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, ուղիղ խոսքով նշեց, որ անկախության հռչակագիրը սահմանադրության տեքստում չպետք է լինի եւ դրան զուգահեռ ինչ որ գործընթացներ են գնում մարդկանց ճակերտավոր ասած սովորեցնելու այս փոփոխություններին, ինչ ես դու նկատել եւ առհասարակ ուր է գնում այս ամենը։ Այո, Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարում է, որ անկախության հռչակագրի հղումը չպետք է լինի նոր սահմանադրության մեջ։ Իհարկե նա նախկինում ակնարկել է այդ մասին, մենք հիշում ենք բոլորս իր այդ հայտնի հարցազրույցը ճանապարհի եզրին կանգնած ցուլերի եւ մեր հիմնարար փաստաթղթում արկա գրգռիչ ինչ որ հանգամանքների մասին, բայց կարծես թե առաջին անգամ է հենց ուղիղ տեքստով այդ մասին խոսում։ Սա նշանակում է, որ առաջին հերթին Հայաստանը ազդակ է հղում Ադրբեջանին, որ մենք պատրաստ ենք մեծ հաշվով կատարել այդ պահանջը։ Այստեղ իհարկե զավեշտալի իրավիճակը այն է, որ մեծ հաշվով Երևանի եւ Բաքվի միջև այս հարցով լուրջ տարաձայնություններ չկան, այսինքն եւ Հայաստանի իշխանություններն են կարծում, որ պետք է հանել հղումը անկախության հռչակագրի կա հայտնի ադրբեջանական պահանջը, բայց ողջ նյուանսը նրանում է, որ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը որպեսզի լինի այդ պատկերը, որ Հայաստանը հենց իր պահանջով է կատարում այդ փոփոխությունները։ Այսինքն ակնհայտ է բոլորի համար, որ դա այդպես էլ կա։ Անկախության հռչակագրի մասին ոչ ոք չէր հիշի, եթե չլիներ ադրբեջանական համապատասխան պահանջը, բայց Փաշինյանի կառավարության համար իհարկե կարևոր է այս գործընթացում դեմքը փրկել, այսինքն մեծ հաշվով միակ տարաձայնությունը, որ կա Բաքվի հետ այս հարցում, այն է, որ պարզապես մի արեք այդպիսի հայտարարություններ, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Դրան զուգընթաց, ինչպես նշեցի, այո, հանրային դաշտում կարծես թե կրկին ակտիվացել են խոսակցությունները այդ փոփոխությունների վերաբերյալ եւ այս փուլում մի քանի հիմնական նարատիվ է շրջանառության մեջ դրվել։ Առաջինը այն է, որ այս ամենը տեղի չի ունենում Ադրբեջանի պահանջով, այսինքն Հայաստանը ցանկացել է վերջին տարիների ընթացքում փոխել սահմանադրությունը եւ ադրբեջանական այդ պահանջը պարզապես համընկնել է Հայաստանի ցանկության հետ։ Այս նարատիվի շարունակությունը այն է, որ Բաքուն հատուկ է նմանատիպ պահանջ հնչեցնում, որպեսզի ցույց տա, թե մանիպուլացնում է Հայաստանի կամ վերահսկում է Հայաստանի ներքին գործընթացները եւ այս ողջ կառուցվածքի եզրահանգումը այն է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են այն մասին, որ Հայաստանը փոխում է սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով, պարզապես սպասարկում են Ադրբեջանի օրակարգը, ինչը իհարկե բավականին լուրջ մանիպուլյացիա է, ինչքան էլ մարդիկ չփորձեն ապացուցել, որ Հայաստանը ուզում էր փոխել սահմանադրությունը 20 թվականից հետո կամ առաջ, ակնհայտ է, որ կոնկրետ այս անկախության հռչակագրի հարցը կամ դրա սահմանադրությունից դրա դուրս համան հարցը երբեք չի քննարկել։ Այո, Հայաստանը ժամանակին ինչ որ տարբերակներ քննարկում է, հիշում ես սահմանադրական դատարանի հետ կապված քննարկումների միջև պատերազմը 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, բայց որևէ այդպիսի քննարկման ընթացքում սահմանադրության հետ կապված, այսինքն անկախության հռչակագրի հետ կապված խնդիրներ չկան։ Այստեղ պետք է արձանագրել, որ մարդիկ կամա թե ակամա պարզապես արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները եւ պատրաստում են հասարակությանը այդ փոփոխությանը։ Երկրորդ պատումը, որը նկատելի է արդեն հանրային դաշտում, այն է, որ պետք է մեծ հաշվով վերաիմաստավորեն Ղարաբաղյան շարժումը։ Հասկանանք ինչ է տվել մեզ Ղարաբաղյան շարժումը, ինչ կլիներ Հայաստանի վիճակը, եթե չլիներ այդ Ղարաբաղյան շարժումը։ Սա եւս իհարկե մանիպուլյացիաների դաշտից է, որովհետեւ շատ դժվար է պատմական գործընթացների վերաբերյալ եթեներով խոսել, այսինքն եթե մենք պատկերացնում ենք, որ չկա Ղարաբաղյան շարժում, պետք է մտածել ինչ կլիներ Հայաստանը այն տեսքով, որով կա հիմա, ինչպիսի Հայաստան դա կլիներ, սա կարծում եմ մի օր կարող ենք առանձին թեմա նվիրել այս հարցին, առանձին թողարկում նվիրել այս թեման եւ փորձել գիտական ինչ որ հիմնավորումներով բացատրել, թե ինչու նույնիսկ եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, Հայաստանը անպայմանորեն ինչ որ Շվեյցարիա չէր լինի կամ այլ բարեկեցիկ պետություն։ Սահմանադրության փոփոխության հետ կապված խոսակցություններում նկատելի է իհարկե այդ ակնհայտ խնդիրը, որը գոյություն ունի, այսինքն նույնիսկ եթե այս հարցը դրվի հանրաքվեի, նախ նշենք, որ ընթացակարգերի առումով բավականին բարդ գործընթաց է, նույնիսկ հանրաքվեի դնելու հարցի համար պետք է օրինակ սահմանադրական մեծամասնություն
բայց ասենք թե դրեցին այդ հարցը հանրաքվեին ու հայ հանրության չեն կարողանում մարդիկ համոզել, այս տիպի մարդիկ, որ տեսեք Կարծում ես չեն կարողանա Ես այս պահին ոչ մի բան չեմ բացառում, այսինքն մենք անընդհատ խոսում ենք ինչ որ կոնստանտների մասին, ինչ որ կարմիր գծերի մասին, ասում ենք այ այս ինչը հնարավոր չէ, բայց մեր վերջին տարիների պատմությունը փորձ ցույց է տալիս, որ ամեն ինչ էլ հնարավոր է մեծ հաշվով եւ այդ օվերտոնի պատոհանը անընդհատ շարժում է։ Օրինակ մի քանի տարի առաջ դժվար էր այս տիպի խոսակցություններ հանրային դաշտում պատկերացնել, բայց հիմա դրանք տեղի են ունենում։ Այսինքն նույնիսկ այդ մարդկանց մոտ, ովքեր փորձում են անուղղակիորեն համոզել, որ կա այդ անհրաժեշտությունը, չկա վստահություն, որ առաջինը ժողովուրդը դրան կողմ կքվեարկի եւ չկա նաեւ վստահություն, թե ինչ կլինի, եթե նույնիսկ քվեարկի։ Արդյոք Ադրբեջանի պահանջները դրանով սահմանափակվում են։ Այդ նույն մարդիկ, օրինակ, ովքեր հիմա համոզում են, որ այդ պահանջը կապ չունի ադրբեջանական սահմանության փոփոխության գործընթացը կապ չունի Ադրբեջանի պահանջի հետ, հայտարարում են նաև, որ Ադրբեջանը այս պահանջը դրել է ժամանակ շահելու, ինչ որ ապագայում ավելի բարենպաստ իրավիճակ ունենալու համար։ Եթե այդպես է, ուրեմն տրամաբանորեն պետք է դեմ լինել այդ գործընթացին, բայց տեսնում ենք, որ այս հակասություններով շարունակում են նույն գիծը տանել, բայց այդ գիծը անընդհատ փոփոխվում է։ Այսինքն կան մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ ասում էին, որ անընդունելի է անկախության հռչակագիրը նախաբանից հանելը, իսկ հիմա ասում են, դե պետքա վերաիմաստավորել պատմությունը։ Զուգահեռ իրականության մեջ սահմանադրական փոփոխություններ են անում Արցախի իշխանությունները, սա եւ նաեւ ներկայացուցչության դեմ բողոքի ակցիան այդ հարձակումը շենքի վրա առիթը մեկ անգամ էլ խոսելու առհասարակ Արցախի իշխանությունների ստատուսի, նրանց գործունեության հետ կապված թեմաների մասին։ Ինչ ես կարծում, ինչ կերպով պետք է իրենք առհասարակ դրսևորվեն, շարունակեն այդ քաղաքական գործունեությունը։ Այո, կարող ենք սկսել այդ ցույցից Արցախի ներկայացության դիմաց։ Ես դա հարձակում չէի որակի, մի քիչ ցույց է, որը ավելի բուրըն տեսք է ստացել ինչ որ բավ եւ հետո հանդարտվել։ Ընդհանուր առմամբ իհարկե անհասկանալի է, թե որն է իմաստը, օրինակ Սամվել Շահրամանյանից ինչ որ բան պահանջել։ Այդ ցույցի հիմնական պահանջը այն էր, որ պետք է վերադարձնել Արցախի ներդրումային հիմնադրամից թալանված միջոցները, այսինքն այն միջոցները, որոնք տրվել են տարբեր մարդկանց, տարբեր պաշտոնյաների ու չեն վերադարձվել, ու նշում է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։ Ընդհանուր առմամբ լեգիտիմ պահանջ է, բայց նույն Սամվել Շահրամանյանը այս բանին իհարկե որևէ լծակ չունի այդ հարցերին լուծումներ տալ, բացի այդ, եթե պահանջը այն է, որ Սամվել Շահրամանյանը դիմի դատախազություն, ես կարծում եմ, որ սա ոչ թե ոնց որ աջակցող հանգամանք է այդ պահանջին, այլ ընդհակառակը բացասական հանգամանք է։ Մենք վերջին տարվա ընթացքում տեսել ենք, որ Սամվել Շահրամանյանը մի քանի անգամ դիմել է դատախազություն տարբեր հարցերով, այդ թվում նաև իր հետ կապված հարցերով եւ դա այդ գործերի որևէ ընթացք չեն ստացել կամ առնվազն մենք չգիտենք այդ ընթացքի մասին։ Երկրորդ հարցը իհարկե ինքնին այդ ինստիտուտների գոյության նպատակահարմարությունն է։ Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ այդ ինստիտուտների գոյությունը Հայաստանի տարածքում վտանգ են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանը։ Ես իհարկե չեմ կիսում այդ կարծիքը, ես չեմ կարծում, թե Սամվել Շահրամանյանը եւ արցախյան պաշտոնյաները, որոնք կես տարին մեկ ինչ որ հայտարարություն են անում, կարող են վտանգ ներկայացնել Արցախի Հայաստանի ինքնիշխանությանը, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե ընդհանուր առմամբ այդ մարմինները ինչով են զբաղված։ Այսինքն նրանք առաջինը ունեն լուրջ լեգիտիմության խնդիր, որովհետև նույն Շահրամանյանը ուղիղ ընտրությունների միջոցով չի ընտրվել է ազգային ժողովի կողմից։ Այս ազգային ժողովը ինքնին ընտրվել է մինչև 2020 թվականի պատերազմը, երբ իրողությունները լրջորեն փոփոխվել են դրանից հետո։ Եթե մի կողմ թողնենք այդ լեգալիստական տարբեր փաստարկները լուծարվել է, չի լուծարվել, արդյոք իրավունք ուներ չուներ, սա կարծում եմ անլուրջ խոսակցություններ, բայց ընդհանուր առմամբ գործառույթների առումով ինչ է անում օրինակ Արցախի նախագահը, ինչ է անում Արցախի ազգային ժողովը։ Ինչպես արդեն նշեցի, կես տարին մեկ ինչ որ հայտարարություններ են տարածում, որոնք ոչ մեկ չի ընթերցում, այսինքն ուշադրության առարկա էլ չի։ Բացի այդ, արդյոք արցախահայության
մեծ մասը նրանց դիտարկում է որպես իրենց ներկայացուցիչ։ Սա էլ կարծում եմ լուրջ կասկածի տակ դրվող հարց է։ Այսինքն այսպիսի որոշումներ կայացնելուց հետո պետք է հստակ ձևակերպել, թե որն է լինելու այդ կառույցների գործառույթը։ Կարող են միգուցե նշել, որ ինչ որ միջազգային դերակատարների հետ շփումներն են, բայց այդ շփումներն էլ տեսնում ենք, որ այդքան էլ շատ չեն։ Իսկ իդեալական իրականության մեջ ինչպես պետք է լիներ, ինչ գործառույթ պետք է կատարային, որովհետև նշեցիր, որ այդ հարցերի հասցեատերը օրինակ Շահրամանյանը չէր, իրեն չպետք է դիմեին, իսկ ում պետք է դիմեին։ Ես կարծում եմ, եթե չլիներ այս ներքաղաքական բևեռվածությունը ու ներքաղաքական պրիզմայով ամեն ինչ դիտարկվել, այդ մարդիկ օրինակ պետք է կարողանային ներկայացնեին արցախցիների շահերը Հայաստանի կառավարության հետ ինչ որ երկխոսության մեջ։ Ես չգիտեմ կառավարությունը արդյոք պատրաստ կլիներ գնալ այդ քայլին հաշվի առնելով նաև Ադրբեջանի պահանջները, բայց եթե Շահրամանյանի փոխարեն օրինակ Հայաստանի իշխանությունների համար ավելի ընդունելի դեմք լիներ, նույն Արայիկ Հարությունյան օրինակ լիներ, ես կարծում եմ, որ միգուցե կլիներ հնարավորություն օրինակ այս նույն սոցիալական հարցերի վերաբերյալ ինչ որ քննարկումներ ունենալ ու ավելի ներառական քննարկումներ ունենալ, երբ արցախցիների ձայնը ավելի լսելի կլիներ։ Միգուցե ավելի հեշտ կիրականացնեին այդ ներկայացուցչական ֆունկցիան նաև միջազգային դերակատարների հետ, որովհետև այստեղ պետք է նաև արձանագրել, որ լուրջ խնդիր կա նաև այդ պաշտոնյաների որակի հետ։ Այսինքն ես այս պահին չեմ կարող ասել առանձնացնել թեկուզ ազգային ժողովի մեկ падգամավոր, որը կարող է պատշաճ ներկայացնել արցախցիների շահերը ինչ որ ասպարեզում, լինի դա միջազգային, թե ներքին հարցերում, ես ժամանակին դա ասել էի, որ այս գումարման ազգային ժողովը երևի մի քիչ կոշտ բառապաշարում օգտագործում, բայց իրականությունը նկարագրող բառապաշար, ամենաանորակ ազգային ժողովն է, այսինքն ինչ որ լուրջ դերակատարներ մեծ հաշվով չկան։ Երևի մի քանի բացառություններ միգուցե կան, որպեսզի բոլորին չընդհանրացնենք եւ նույն որակում չկան, բայց ընդհանուր առմամբ ազգային ժողովը այս տարիների ընթացքում վերջին առնվազն 1.5 տարվա ընթացքում եւ իրականում նաեւ մինչ այդ իր գործառույթները չէր կատարում։ Ուստի սա քննարկելու հարց է, ինչպես ենք պահպանում այդ ներկայացուցչական ֆունկցիա ունեցող կառույցները, որովհետեւ արցախցիները բազմաթիվ խնդիրներ ունեն եւ դրանք ներկայացնելու անհրաժեշտություն վստահաբար կա, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանի դուրս։ Մյուս կողմից էլ ինչպես ենք ապահովում, որ այդ կառույցները ունենան այդ լեգիտիմությունը, այսինքն հասկանան բոլորը, որ այդ պաշտոնյաները, այդ գործիչները ներկայացնում են ինչ որ խմբի շահերը, պլյուս նաև որ այդ ամենը որակով լինի ու նաև այդ ամենը լինի իրատեսության դաշտում։ Հիմա այս բոլորը չկա։ Եթե չեն հավակնում նման գործունեություն ծավալել, սահմանադրության փոփոխություն իրականացնելու ինչ որ կերպ ազգային ժողովը պահել, ինչ որ կազմով իմաստը որն է, ինչ։ Կարծում եմ դա կապված է ավելի շատ այդ հավաքական իրավունքների խնդրի հետ, այսինքն մտածում են, որ պիտի լինի ինչ որ ներկայացուցչական մարմին, ընտրված մարմին, որը կարող է ներկայացնել արցախցիների շահերը, այդ թվում նաև վերադարձի իրավունքների հետ կապված, բայց ինչպես արդեն նշել էինք նախորդ թողարկումների ընթացքում, սրանք շատ տեսական հարցեր են, այս փուլում նմանատիպ հնարավորություն չկա, այն որ ներկայացուցչական այդ թվում նաև շատ գործնական հարցեր, նույն սոցիալական աջակցության ծրագրերի, անհատական մարդկանց խնդիրների, այդպիսի գործառույթի կարիք կա, բայց արդյոք ազգային ժողովը կամ նախագահը այդ գործառույթները իրականացնում են, ես վստահ չեմ։ Ես կարծում եմ, որ շատ հասարակական կազմակերպությունը շատ ավելի էֆեկտիվ են օրինակ այդ գործառույթը իրականացնում։ Ու այդ առումով իհարկե լուրջ քննարկելու թեմա է, բայց մյուս կողմից էլ կրկին ընդգծենք, որ Հայաստանի իշխանությունների այդ թշնամական պահվածքն էլ անհասկանալի է այդ կառույցների նկատմամբ։ Լավ, ասենք թե դուք հրաժարվել եք ձեզ կողմից հռչակված վերադարձի իրավունքից, որը արձանագրել էր օրինակ Գրանադայի հանդիպման ընթացքում, բայց դրա դիմաց գոնե ինչ որ բան ստացել եք, այսինքն Ադրբեջանը հրաժարվել է Արևմտյան Ադրբեջանի խոսույթից, Ադրբեջանում նույն կառույցները կան, շատ ավելի փոքր կամ ընդհանրապես հիմքեր չունենալով լեգիտիմության, այսինքն այստեղ խոսքը գնում է մի բնակչության մասին, որը տարուկես առաջ բռնի տեղանվել է իր հայրենիքից։ Այն պարագայում, ադրբեջանական պարագայում խոսքը ինչ որ միֆական համայնքի մասին է, որը մեծ հաշվով այդպես էլ գոյություն չունի։ Եվ իհարկե այս ակտիվիզմը Արցախի տարբեր պաշտոնյաներին թիրախավորելու եւ նաեւ մարմինները թիրախավորելու առումով անտրամաբանական է։ Լավ, եթե անում եք դա, գոնե հասեք նրան, որ Ադրբեջանում այդ խոսույթին Արևմտյան Ադրբեջանի վերջ դրվի, բայց տեսնում ենք, որ նույնիսկ դրան չեն կարողանում հասնել։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։